ինչպես քեզ ընդունեցին Լուիզա Ներսիսյանը, Ռաֆոն, Զիրոյանը։ Ռաֆոնն ինձ միջև այսօր էլ չի ընդունել։ Իրանք նախանձ են։ Իրանք ինձ ասացին հաջողելու քո հերթն էլ կգա ու մինչև հիմա ես նստած հերթում սպասում եմ։ Ավետ, այդ ինչ քրեական պատմությունների մեջ ես ընկել։ Չնայած որ Ավետը Բարսեղյան իմ շատ լավ ընկերն է, ես իրան շատ եմ սիրում։ Մենք զգացինք ձեր բարբարով Համլետի ինչ որ դրվագ ասաց։ Ոչ, իհարկե ոչ։ Հելնել թե չլնել է սա խնդիրը։ Պետքա քեզ վերջին փորձությանը ենթարկեմ, նոր դու գնաց։ Քեզ վրա նայիր։ Դու փոքրիկ ձագուկ ես, միամիտ ու թույլ։ Դու երբեք չէիր կարող ղեկավարել այս հողերը։ Շատ հավես ժամանակ անցկացրինք։ Ողջույն, թիվ թվաբանության տաղավարում այսօր Ավետն է, բայց ոչ Բարսեղյան։ Այս մեկը դերասան է եւ հավակնում է դառնալ դարի Համլետը։ Եվ մի գաղտնիք էլ բացեմ։ Շուտով մենք դառնալու ենք գոլեգաներ։ Իդեպ ոչ թե ես եմ գնալու կամերային եւ ասենք խաղամ Ջուլիետ, այլ ինքն է եկել Գոսպորտ եւ վարելու է երաժշտական մեգա նախագիծ, բայց մանրամասները թող ինքը պատմի։ Ավետ, ողջույն։ Ողջույն Այդա։ Ոնց ես։ Դե ազգանունը խառնելուց հետո անկեղծ ուզում եմ ասեի, մինչև այդ ուզում եմ ասեի շատ լավ, շատ դրական, ցես լավ տրամադրված, չնայած որ Ավետը Բարսեղյան իմ շատ լավ ընկերն է, ես իրան շատ եմ սիրում, բայց իմ մոտ ցենց մենք զգացինք, ես զգացի, ես սպասում եի։ Խառնում են մեր ազգանունները։ Շատ լավ եմ, շատ ուրախ եմ, որ քո հյուրն եմ ու շատ ուրախ եմ, որ շուտով դառնալու ենք գոլեգաներ։ Իհարկե չգիտեմ քո դերասանական տաղանդը, բայց հետաքրքիր է ոնց կխաղայր Ջուլիետ, բայց ամեն դեպքում Իսկ ես վստահ եմ, որ դու տաղավարում փայլելու ես։ Շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ։ Հա, անկեղծ ամեն ինչ անելու։ Նախագծից մի քիչ պատմիր, մանրամասներ բացենք մինչև Նախագիծը երաժշտական նախագիծ է, որը իրանից ենթադրում է կարաոկե ֆորմատի հաղորդում։ Վստահ եմ, որ բոլորս էլ մեր կյանքում ունեցել ենք, չէ՞, այդպես մի պահ, որ սենց սանրը կամ չգիտեմ ինչ որ մի բան վերցրել ենք, սենց Դե կամ գոնե դուշիտակ երգել ենք։ Դուշիտակ միանշանակ, ամենտեղ էլ երգել ենք ու վստահ եմ, որ մենք մի այսքան ինչ որ մեկի երազանքը իրականություն կդարձնենք ու այդ կարաոկեում երգելը եւ դա շատ մարդկանց ցույց տալը կիրականացնենք, որովհետեւ միշտ հիմնականում մարդիկ երգում են ու դա տեսնում են մենակ տնեցիկ կամ մաման, երբ որ խոհանոցից անցնում է օրինակ, չգիտեմ, ինչ որտեղ ու տեսնում է այդ։ Բայց հիմա մենք Այսինքն հյուրերդ միայն հայտնի դեմքեր չեն լինելու։ Մենակ հայտնի դեմքեր չեն լինելու, որովհետև լինելու են նաև այլ ոլորտի ներկայացուցիչներ, լինելու են օրինակ բժիշկներ, բժշկուհիներ, չգիտեմ, ֆուդ բլոգերներ։ Գիտես, որ ռոբոտիկը մեր տաղավարում է։ Բարևիր 963-ին, նա շուտով հարցերը հնչեցնելու, որոնց պատասխանները թվային են, մենք փորձելու ենք գուշակել այդ պատասխանները։ Սկսեցինք։ Որքան կարողություն ունի աշխարհի ամենահարուստ անչափահաս դերասանը։ Ոյ Աստված, ամենահարուստ անչափահաս դերասանը իմ կարծիքով գիտեք ով է։ Կոմնատայի մեջի են երեխեն, ու մի հատ էլ կինո կա Dream։ Երեխաները չեմ հիշում, ով որ խաղում է Օգի, հետո կստուգենք դա միասին։ Ինձ թվում է Օգին է, ով ունի մոտավորապես Անչափահաս, միլիոնատեր անչափահաս։ Գրել ես։ Հա, պատտենք։ Գնացինք 3, 2, 1։ 100 միլիոն Ավետի կարծիքով եւ իմ կարծիքով 50 միլիոն։ 50 միլիոն դրամ։ Դոլար։ Ահա միշտ ես Դե լավ, դրամ ոչ էի գրելու։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը, տեսնենք ով էր։ Վերջին տվյալներով աշխարհի ամենահարուստ անչափահաս դերասանը Ռայան Կաջին է, 14 տարեկան։ Նրա կարողությունը գնահատվում է $100 միլիոն։ Գլազ ալմազ ջոգի։ Ինքն է այդ ասածը տղան, հա։ Ինձ թվում է ինքն է, հետո մենք կարանք ստուգենք այդ։ Ինձ թվում է ինքն է։ Նայել եք կոմնատան, այդ երեխեն խաղում է ու հանճարեղ է խաղում, ինքը փակված է մի հատ գորգի մեջ։ Մի խոսքով ինքը ընտանեկան բռնության մասին ֆիլմ է, փաթաթում են այդ երեխուն ու տանում են իր մամայի հետ գողանում են մի խոսքով հիմա այսպես չմանրամասնում կարաք նայեք շատ լավ է խաղում այդ երեխան ֆանտաստիկ դերասան է զարմանալի է այդ տարիքում այտենց օրգանիկ է եթե իմ ասած երեխու մասին է խոսքը կգնանք կճշտենք սիրելի հետևորդներ եւ մեզ դիտողներ եթե գիտեք տղայի մասին տեղեկություն կամ եթե կարծում եք որ ավետը ճիշտ է գրեք մեզ կկարդանք կհասկանանք եթե գիտեք տղայի մասին տեղեկություն մոտեցեք առաջիկա քննչական բաժին եթե գիտեք տղայի մասին տեղեկություն ասեք որ մենք իրեն փնտրում ենք եւ կարա մի 50,000-ով օգնի եթե հնարավոր է Այս երկորը փողա պետք մեզ։ Ավետ Համլետի դերը գիտեմ, որ շատ անսպասելի ստացար։ Շատ անսպասելի, չափից ավելի անսպասելի։ Լավ, պատմիր, ինչպես եղավ։
Ուրեմն ես ավարտեցի թատերական ինստիտուտը, լավ ավարտեցի, իմիջայլոց, Անվճար ես սովորել, չնայած նրան, որ ի սկզբանե մտադրություն չունեիր ընդունվել հենց թատերական ինստիտուտ, ճիշտ է։ Այո, ընդհանրապես միտք չունեի, որ ես կարողա ընդունվեմ ու կարողա բարձր բալերով ընդունվեմ, բայց ես ընդունվեցի ամենաբարձր բալերով, որի համար շատ ուրախ եմ ու 4 տարի էլ սովորեցի անվճար։ Ինստիտուտը երբ որ ավարտեցի, հասկացա, որ չունեմ ոչինչ անելու, casting-ների գնում էի, չէի անցնում, մի խոսքով, տխուր դերասանի կարիերա էր ստացվելու իմ կարիերան, եթե չլիներ զանգ կամերային թատրոնից, ինձ զանգեց կամերային թատրոնից մեր Սիլվան, ասեց Արիև, քեզ սպասում են կամերային թատրոնում, Լուսնե Արաևնան ուզում է քո հետ խոսա։ Ես գնացի, Լուսնե Արաևնան ինձ ասեց, գիտես, Սավետ, մենք երկու նոր ներկայացում ենք անում, մեկը վերականգնում ենք, մեկը լրիվ նոր ներկայացում է, ասեցի, բա ինչ լավ, ասեցի, որոնք են, ասեց, Ռոմեո Ջուլիետը վերականգնում ենք, մեկ էլ Համլետը, ասեց, Ռոմեո Ջուլիետում դեղ ունենք մենք ժողովրդի կերպար, մասսայական տեսարաններում ժողովուրդ ես խաղալու, հա, հենց այդպես էլ ասեց ժողովուրդ ես խաղալու, դե նոր սկսնակ դերասան սենց Ժողովուրդ էլ կխաղամ, ոչինչ, բայց հոգուս խորքում նեղվել եմ, որովհետև դե չէի ուզում ժողովուրդ խաղայի։ Ասեց ու երկրորդ ներկայացումը այդ Համլետն է, ասեցի հեսա հասելու է Համլետում, չէ, Մոնբրնող չէ, բայց Համլետում ունենք զինվորներ, ասեց ինձ թվաց ասելու է Համլետում էլ զինվոր, ասեց ու Համլետում ուզում ենք քեզ Համլետ փորձենք։ Ինչ ասեց հա ուզում ենք քեզ Համլետ փորձենք, Արա Երնջակյանը Համլետ է բեմադրում, ուզում եմ քեզ փորձ անի Համլետի համար։ Լավ, ոնց ասեք, օքեյ, պրոբլեմ չկա։ Կամած աճեցնելով, զարգացնելով մենք եկանք հասանք այն կետին, որ ես խաղում եմ իմիջիայլոց 2 օր առաջ եմ խաղացել վերջին ներկայացումը, էլի շատ բուրըն ու ջերմ արձագանք ստացա։ Այո, իմիջիայլոց մենք հանդիսատեսի շարքում էինք եւ շատ բուրըն գոռում ու ծափ էինք տալիս ավետ։ Շնորհակալություն բուրըն դուք եք գոռանը դուք եք, ապրեք, երեխեք, ապրեք, շատ լավ է, շատ գոհ եմ ձեզ։ Ավետ Դու էլ նշեցիր, որ բնականաբար գլխավոր դեր ստանձնելը այն էլ այնպիսի թատրոնում, որտեղ արդեն շատ փորձառու եւ նաեւ ճանաչված դերասաններ են խաղում, բարդ է, բայց հետաքրքիր է, օրինակ, ինչպես քեզ ընդունեցին Լուիզա Ներսիսյանը, Ռաֆոն, Զիրոյանը։ Ռաֆոնն ինձ միջև այսօր էլ չի ընդունել, միշտ որ մտնում է թատրոն, ասում է դու Just քեզ պիհան ենք թատրոնից նախանցում է ինչ զգացողություն Ռաֆոն չէ, Ռաֆոն շատ բարի, շատ լավ մարդ է։ Իր հումորների շարքն է դա։ Բայց Սենիկը, Լուիզան, Զիրոյանը, բոլորը, մի խոսքով բոլորն մարդիկ ում հետ որ ես Համլետի շրջանակում աշխատեցի, շատ լավ, շատ ընկերաբար Վերևից չէին նայում, Ավետ ջան, քեզ։ Չէ, իրականում ոչ մեկ էլ վերևից չէր նայում, բոլորն էլ փորձում էին ամեն կերպ, ինչքան որ հնարավոր է օգնել, աջակցել, որ եթե ինչ-որ մի բանում դու թերանում ես կամ ինչ-որ մի բան սխալ ես անում, փորձում էին ընկերաբար խորհուրդ տալ քեզ, օգնել, որ դու գաս հասնես մի կետի, որ արդեն հետո դու դառնաս խորհուրդ տվող, ինչ-որ մի նոր սկսնակի, որ կգա թատրոն։ Դառնումով կամերային թատրոնը շատ առողջ ու լավ մթնոլորտ է ստեղծում բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ նոր են ընդունվում թատրոն։ Կրկին գովազդ է մեր եթերում։ Այո, իմ թատրոնն է, բաբի, որ կամեր, այս կամերային եմ նայում, կամերային թատրոնը Երևանի ամենալավ թատրոնն է։ 1-0 հոգուտ քեզ։ Այո, 100 միլիոն ասա։ Այո, 100 միլիոնը։ Մենք շարունակում ենք խաղալ, գնացինք։ Քանի Օսկար ունի ամենաշատ Օսկար ստացած դերասանը։ Գիտի։ Իհարկե գիտեմ։ Հարգելի ռոբոտիկ։ Դերասանին նման հարցեր չեն տալիս։ Մասնագիտական հարցեր եք տալիս, պարտվում եմ։ Քանի Օսկար ունի Ավետ։ Անունն էլ կարամ գրեմ։ Մի նայ։ Մի հատ նայեմ։ Մի չհասկացա։ Գրվելու ես դու այսօր։ Ես գրեմ։ Պատտում ենք։ 3, 2, 1։ 1։ Ես եմ 3 գրել։ Բայց ես չգիտեի հաստատել թե ոչ։ Եթե ես չեմ սխալվում, հլա ասած հավատ տանեմ։ Ո՞վ է։ Ամենաշատ Օսկար ստացած դերասանը Քեթրին Հեփբերն է, ով ստացել է 4 Օսկար, լավագույն գլխավոր դերասանուհի անվանակարգում։ Դու էլ դերասան ես, Ավետ ջան։ Դերասան եմ, բայց իմ տվյալներով Դենիել Դելուիսը ունի 3 Օսկար եւ Մերիլ Սթրիպը ունի 3 Օսկար։ Դու բաց ես թողել Հեփբերնի 4-րդ Օսկարը, սիրելիս։ Ավետ, ինչ ես կարծում, կգա մի օր, որ Օսկար բաժին կհասնի քեզ։ Հա, իհարկե, հատկապես վերջին դեպքերը փաստում եմ, որ դա այդքան էլ հեռու չի։ Հա, եթե լավ խաղամ, եթե լավ աշխատեմ, եթե միջազգային պրոյեկտում նկարվեմ կամ թեկուզ հայկական պրոյեկտում, որը որ հետո կգնա Օսկարի կնոմինացվի, բնականաբար հայկական իրականությունը թույլ կտա քեզ։ Իհարկե,
Իհարկե, ինչի՞ չէ։ Մեր մոտ շատ լավ ֆիլմեր են նկարվում։ Ափսոս դրա մասին չեն իմանում աշխարհում։ Կան ֆիլմեր, որոնք որ գնում են, մասնակցում են փառատոնների, կան ֆիլմեր, որ հաղթում են ինչ-որ փառատոններում։ Ավելին ասեմ, Վաչեի եւ Կարենի Կարագուլյան օրինակը թող լինի լավ մոտիվացիա բոլոր այն սկսնակ, ոչ միայն սկսնակ, նաեւ տարիքով դերասանների համար, որ հասկանան, որ դա սարերի հետևում չի։ Ես միշտ օրինակ եմ բերում իրանական կինոն, ուրեմն Իրանը աշխարհից կտրված մի հատ իրականություն է։ Ես եղել եմ Թեհրանում ու տեսել եմ ոնց են այդ մարդիկ ապրում։ Ես էլ եմ եղել։ Ու դուք չեք պատկերացնում, թե աշխարհում ինչ մակարդակի վրա է իրանական կինոն։ Եթե կա Հոլիվուդ, դրանից հետո իրանական կինոն է, որովհետև իրանք ունեն իրանցը, որը աշխարհում շատ կարևոր տեղ ունի։ Ինչի օրինակ մենք էլ չենք կարող ունենանք մերը լինելով փոքր երկիր։ Մենք սպասում ենք քո Օսկարին, բայց մինչև այդ մեր տաղավարում ուզում եմ հասկանանք իրոք արժանի ես Օսկարի թե ոչ։ Ես քեզ նախադասություն եմ ասում, դու սկսում ես դա խաղալ իմ ասած էմոցիաներով։ Սենիկա այնպես գոռաց այդ օրը սրտաճաք եղա, խնդրում եմ չհետևել այդ օրինակին։ Չէ, ես Նրանք նախանձեն, ինձ ասացին հաջողելու քո հերթն էլ կգա։ Մինչև հիմա հերթի մեջ նստած սպասում եմ։ Այդա իրանք նախանձ են։ Իրանք ինձ ասացին հաջողելու քո հերթն էլ կգա ու մինչև հիմա ես հերթում սպասում եմ։ Հասկանում ես։ Ես խնդրում։ Եթե ես գնացել անոնց, ես քեզ կսպանեմ։ Սա գնալու է անոնց։ Այս դառնալու է Ամալիայի մոտի հարցազրույցներից։ Գիտեք։ Մի փոքր։ Հիմա բարբառով։ Մա դու աս։ Ձեր բարբառով։ Հա, օքեյ։ Կայնի։ Մետացա ոնց է նախադասում։ Նրանք նախանձ են։ Նրանք նախանձ են։ Իրանք նախանձ են։ Իրանք ասին համբերա աջողելու քո երթել կգա ու մինչև մի ես կայնու կերթի եմ իշքում։ Լավ դեր, մի հոտել կլինի ձեր բարբառով Համլետի ինչ որ դրվագ ասած։ Ոչ, իհարկե ոչ։ Հելնել թե չլնել է սա խնդիրը, բայց եք տաշում։ Շատ լավն է։ Քեզ համար կարևոր են մրցանակները, գնահատված լինելու գնահատված դու լինում ես միշտ հանդիսատեսի կողմից։ Եթե հանդիսատեսը քեզ սիրում է, ուրեմն դու գնահատված ես։ Ով քեզ կտա մրցանակ, ով քեզ չի տա մրցանակ, ով կգնահատի քեզ, ով չի գնահատի քո ոլորտից, իմ համար ներողություն եմ խնդրում բոլոր ոլորտի ներկայացուցիչներից, բայց իմ համար էական չի։ Իմ համար կարևորը հանդիսատեսի գնահատականն է, որովհետև ես խաղում եմ մենակ հանդիսատեսի համար, ես չեմ խաղում այն մարդկանց համար, ովքեր որ գալիս են նստում են եւ գիտեք, կարծում ինձ այդ հետաքրքիր չի, ես հանդիսատեսի համար եմ խաղում։ Ես դրա համար, երբ որ ասում եմ իմ երիտասարդ ընկերներին, որ ես ներկայացման մեջ ամենաշատը սիրում եմ Պակլոնը, խոնարհման հատվածը, ինձ ասում են, դե ոնց կա։ Ասում եմ, բա դրա համար ես դու խաղում։ Ես 2 ժամ բեմում քրտնում եմ, տանջվում եմ, տառապում եմ, տրավմա եմ ստանում, ոտս կապտում է, վիզս ցավում է, ողնաշարս բռնվում է, մազերս թափվում է, աչքերս էլ քորանում է բեմական լույսերից։ Դաժան մասնագիտություն։ Որ այո, բավականին դաժան մասնագիտություն է, ես քեզ ասեմ, դու բավականին շատ զողողությունների պետք է գնաս, որ կարողանաս դերասան լինես։ Խաղում եմ հանուն ներկայացման Պակլոնի, որովհետև ես խաղում եմ հանուն հանդիսատեսի լավ բան է։ Մրցանակը միշտ ոգևորում է մարդուն, միշտ մոտիվացիա է տալիս։ Մենք հենց նոր խոսում էինք Օսկարից, որ իհարկե Օսկարը լավ է։ Իհարկե Օսկարը լավ է, բայց եթե չլինի Օսկարը, չի նշանակում, որ դու վատ դերասան ես։ Հոլիվուդում միլիոնավոր դերասաններ կան, որոնք Օսկար չունեն, բայց դրանից իրենց դերասանական տաղանդը չի տուժում։ Ես մի անգամ մի հաղորդման ժամանակ շփոթվեցի, մի ամիտ ասացի, որ Ջոնի Դեփը Օսկար ունի, իհարկե կոմենտներում ինձ թաղեցին, հավասարացին հողին, որ այ անգրագետ Ջոնի Դեփը Օսկար չունի։ Ջոնի Դեփը ունի Օսկար, որը որ հանդիսատեսն է իրան տվել։ Այն ակադեմիկների եւ այն կինոքննադատները, ովքեր որ իրան Օսկար մինչեւ այսօր չեն տալիս, ինքը 100,000 անգամ ավելի լավ դերասան է, քան լիքը մարդիկ, ովքեր որ Օսկար ունեն։ Հատկապես վերջին տարիներին ստացած, հատկապես վերջին 6 տարվա ընթացքում ստացած Օսկարները, որոնք որ պրոստը սենց պրոստը չէ, որոնք որ ուղակի ներողություն ռուսերեն բառի համար, որոնք որ ուղակի սենց նստում են ինչ որ մեծ մարդիկ, քյաչալ գլխով կամ առանց քյաչալ գլխի նստում են, ասում են, «Էս կտանք այս տարի այդային», խի, որտեվ տենց ենք ուզում։ Վերջին շրջանում իմ տպավորությունն է, որ մարդիկ անում են այն ինչ որ իրանք են ուզում, ոչ թե այն ինչ որ հանդիսատեսն է իրանցից պահանջում, այսինքն հանդիսատեսն ասում է, որ օրինակ
Պողոսը լավն է, չէ, բայց իրանք տալիս են մի հատ այնց մարդու, որը արդեն մի 8700 հատ ունի այդ նույն արցանիկից, մրցանակից, կոչումից, տանում է դնում ասես տունը 850 հատ շարած է, բայց ավելի լավ է տալ այդ մրցանակը այն ինչ լցված է։ Ես էի ուզում ասել։ Որտեղ ներվայնացած եմ այս թեմայի վրա, որովհետև ես այս մասին ուզում եի ասել, չնայած այդպես հավես թեթև հաղորդում էր, вообще պետք չէր դրա մասին խոսել, բայց մենք միշտ անդրադառնում ենք։ Երբ որ տալիս են մարդկանց, ովքեր որ արժանի են դրան, ովքեր որ դրան ու այն մարդիկ, ովքեր որ դրանից կողքեվորվեն, բնականաբար դա է ճիշտը։ Ավետը իր ամբողջ վրթովմունքը արտահայտեց այս թեմայով, հուսով եմ, որ դա վրթովմունք չէր, թող տպավորություն չլինի, որ ես նեղված եմ։ Շարունակում ենք խաղը, 2-1 հոգուտ քեզ։ Լրացրեք այս հակիկ ժողովրդի բերանը, թող ոչ մի բան չխոսեն, ասեք։ Գնացինք։ Քանի անգամ են միջինում մարդիկ ստուգում իրենց սմարթֆոնը մեկ օրում։ 1000 անգամ։ Ես գրեցի։ Պտտենք։ Դու շատ ես զբաղվում հեռախոսով։ Բավականին։ Իսկ շատ ես ստուգում հեռախոսով։ Շատ։ Պտտեցինք։ 197 անգամ Ավետի կարծիքով, 113 անգամ իմ կարծիքով, բայց քո թիվը ավելի հավանական է։ 96 ռոբոտիկ։ Աշխարհում մարդիկ իրենց սմարթֆոնները ստուգում են օրական մոտ 70-ից 80 անգամ։ Ընդամենը։ Սուտ ասում ես 197 անգամ եմ ստուգում։ Ես էլ 1516 անգամ եմ ստուգում։ Գնա տուն։ Ռոբոտը վերջապես հասկացավ էս ում հաղորդումն է ով պիտի հաղթի, դրա համար Այսինքն սարկած է, սարկած է, խաղը առած է, այո։ Սուզանը ծախած է։ Ավետ, այդ ինչ քրեական պատմությունների մեջ ես ընկել։ Ինչ քրեական պատմություն։ Բա Վենդետա բան։ Վենդետան այդ նոր քրեական պատմությունների մեջ Վենդետան այդ նոր նախագիծ է, շատ լավ սերիալ է։ 6 ընկերների մասին պատմությունը շատ հետաքրքիր։ Ուզում որ մարդիկ գնային կսիրեն։ Ավետ, ասացիր, որ ինչ որ կաստինգների գնացել ես, բայց չես, այսպես ասած, ընտրվել, իսկ եղել են հրավերներ, իսկ եղել են հրավերներ, որոնք օրինակ անորակությունից ելնելով տվյալ պրոյեկտի կամ ուղղակի որ քեզ չես դիտարկել, այդ դերում մերժել ես։ Շատ ու դրա համար էլ այսօր ես օրինակ արդեն 5 տարի աշխատում եմ թատրոնում ու իմ մասին շատ ավելի քիչ մարդիկ գիտեն, քան օրինակ շատ ու շատ իմ տարիքում ինձնից փոքր կամ ինձնից մի տարի մեծ ավարտած մարդկանց մասին։ Այ այդ չի խանգարում քեզ մի օր ընտրել են սիթքոմը, որը քեզ ավելի մեծ ճանաչելիություն կբերի։ Բացարձակ։ Չէ, ընդհանրապես։ Իմ համար ավելի լավ է չճանաչեն, քան թե ճանաչեն մի հատ ինչ-որ տեղով, որ հետո ասեն լավ, էլի Չէ, ավելի լավ է չճանաչեն։ Հետո կգա ժամանակ, որ ես մի բան ասեմ, իմ համար այդ շատ սինթետիկ արվեստ է։ Այդ սինթետիկ արվեստը ժամանակի ընթացքում ինչքան արագ հայտնի դառնում մարդ, կրկնակի արագ անգամ անհայտ է դառնում ինքը ասպարեզից, այսինքն միանգամից վերանում է ասպարեզից։ Շատ դժվար է այդ գայթակղությանը չգնալ ու չնկարվել ինչ-որ սերիալներում։ Այնքան առաջարկ, ինչքան որ ես եմ ունեցել, հիմա այսպես կարող է ինչ-որ մեկը նայի ասի դե լավ շատ մեծամիտ է հնչում, բայց եթե դաժե տենց է հնչում, ես բան չեմ կարող ասեմ։ Այնքան առաջարկ, ինչքան որ ես եմ ստացել ինստիտուտի ժամանակ, երևի տենց քչերն են այդքան առաջարկ ստացել, բայց այնքան առաջարկ, ինչքան որ ես եմ մերժել, երևի մենակ ես եմ մերժել։ 4-րդ հարցն ենք լսում, գնացինք։ Քանի անգամ են մարդիկ միջին հաշվով իրենց կյանքում կրկնում նույն սխալը։ Ուզում հասկանամ ով է նստել այդ հաշվել։ Հոգեբանները եւ նրանք, ովքեր հետազոտում են տվյալ թեման։ Քեզ բան։ Քանի անգամ ես դու քո սխալը կրկնել օրինակ։ Ունես վիճակագրություն։ Վիճակագրություն։ Քանի անգամ եմ սխալը կրկնել։ Քանի անգամ ես վերադարձել նախկինիդ մոտ։ Նայ, ես երբեք կյանքում եթե այդ սխալ է համարվում, այդ սխալ չէ, դի աղջկա դեպքում են, չէ՞, ասում որ սխալ է, լավ ասա։ Մի խոսքով է։ Դե լավ կատակ է անում ընդամենը, մի հուզվի։ Լցված է թեմայով էլ լցված։ Ինչ հաց տալիս եմ հուզվում։ Ավ կներես։ Չէ, ես սխալ որ անում եմ վերադառնում այդ սխալի նորից եմ անում, ես մտածում եմ որ դա լավ է։ Ուրեմն վատ եմ արել այդ սխալը, գալիս եմ որ մոտ ավելի լավ անեմ այդ սխալը։ Լավ գրում ենք։ Չունեմ այդպես բան։ Չգիտեմ։ Հələ 3 Գնացինք 1 6 Ավետի կարծիքով եւ 7 իմ կարծիքով։ Հուսամ 5 կլինի։ Գնացինք։ Ըստ գիտնականների, մարդիկ միջինում 3-ից 6 անգամ կրկնում են նույն սխալը, մինչև լիովին գիտակցեն դրա պատճառներն ու սովորեն դրանցից։ Հասկանում ես։
Դու 6 անգամ սխալվել էիր, գիտեի։ Բայց ես ավելի լավ է ես երկու հարցի եմ պատասխանել, սիրելի հեռուստադիտողներ, ու երկու հարցն էլ ճիշտ թիվն եմ գրել, այսինքն 100-ը 100 եմ գրել, 6-ը 6 եմ գրել։ Դու հաղթեցիր ես խաղում, բայց ես պետքա քեզ վերջին փորձությանը ենթարկեմ, նոր դու գնաց։ Հնչյունավորում ես անում Ավետ ջան։ Հիմա ես ուզում եմ մի քանի հատված տարբեր ձայներով հնչյունավորես։ Պատրաստ ես դու։ Շրեկի էշին պետք է հիմա հնչյունավորես։ Ախր չեմ կարա, ասենց ուղղակի առանց կադրը տենալու ես չեմ կարա։ Ոչինչ, պատկերացրու։ Շատ հայկական հայտնի դուբլյաժ կար է Շրեկի։ Ես Չէ։ Այդ մի արա, բայց ես չեմ հիշում Շրեկի էշին, դրա համար չեմ կարող Շրեկի էշին։ Մենք էլ չենք հիշում, ինչ ուզում ես կարող ես անել։ Միրապե։ Ուհու! Ես գալիս եմ քեզ հետ Շրեք։ Ես սիրում եմ ճամփորդել, սիրում եմ ընկերություն անել։ Դու ինձ դուր ես գալիս։ Ես շատ եմ խոսում, բայց դա վատ բան չի։ Ես ուղղակի ոգևորված եմ։ Դել տեսարան որևէ։ Լավ է։ Բայց այն Էտա։ Մի հատ էլ ընտրել եմ տեսարան, որտեղ Սքարն է, հեգնական եւ սառնասիրտ ձայնով խոսում է Սիմբայի հետ։ Գտիր այդ հատվածը եւ լսում ենք ուշադիր, ուզում ենք։ Դες դուբլաժ անող մարդու բանա գալիս է միանգամից միկրոֆոնի մոտ։ Չեմ պատկերացնում։ Ամենասիրածս կերպարներից մեկն է, իմիջիալից ինձ շատ են նմանացնում Սքարին, բայց Հա։ Տես նմանացնողներ եղան։ Գնացինք լավ։ Օ Սիմբա, դու չես պատկերացնում, թե որքան ծանր է թագավոր լինելը։ Պատասխանատվություն, ուժ, միայնություն։ Շարունակությունը ինչի չարեց։ Օ, էլի կար։ Էլի կար։ Տեսա միանգամ ձեր։ Խի միանգամից մտա Շրեկի էշիկեր։ Դու չես պատկերացնում։ Բայց ոչ բոլորն են ստեղծված դրան դիմանալու համար։ Ոմանք պարզապես փախչում են իրենց ճակատագրից։ Քեզ վրա նայիր։ Դու փոքրիկ ձագուկ ես, միամիտ ու թույլ։ Դու երբեք չէիր կարող ղեկավարել այս հողերը։ Այս քաղաքական բանը կհանեք։ Ու հիմա վազիր Սիմբա, վազիր, ու էլի երբեք մի վերադարձիր։ Բրավո։ Այստեղ Օսկարակիր ես դառնում։ Ավետ ջան, հաղթեցիր ինձ այսօր։ Գիտեմ, շնորհակալ եմ։ Բայց ես չեմ ուզում, որ դու պարտվածի հոգեբանությամբ նստես հաջորդ խաղերին։ Ուզում եմ միշտ հաղթող լինես, որ դու հաղթող ես գիտես ինչով, որովհետև գրագետ ես, խելացի ես, սիրուն ես, այդ դրանով դու արդեն հաղթած ես։ Ես շնորհակալ եմ շատ, որ եկար, ուրախացրիր մեզ շատ հավես ժամանակ անցկացրինք, լիքը բովանդակություն քննարկեցինք եւ քեզ հրաժեշտ ենք տալիս եւ հաջողություն ենք մաղթում քո գործերին, անհամբեր սպասում ենք առաջին թողարկմանը, անհամբեր հետևելու ենք։ Ես լավացում շնորհակալություն։ Այսպեսով ավարտվեց թիվ թվաբանությունը։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։